Բարև ձեզ հարգելի բարեկամներ, խնդրում եմ հավանեք, գրանցվեք, տարածեք, մի զլացեք, դա ձեզանից ոչ մի ջանք ու եռանք չի պահանջում։ Այսօր խոսենք մաշկային հիվանդություններից մեկի մասին, որը բավականին տարածված է եւ անհանգստացնում է մարդկանց, որն է այդ հիվանդությունը, կոչվում է նյարդամաշկաբոր, նեյրոդերմիտ, այսպես ասած։ Նեյրոդերմիտը մաշկային հիվանդություն է, որը սկսվում է քորով։ Քորը լինում է շատ ուժեղ, սաստիկ, դա ամենակարևոր ախտանիշն է այս հիվանդության եւ երբեմն քորը լինում է անտանելի։ Այդ մաշկի քորված մակերեսը ընդունում է դարչնավարդագույն երանգ եւ այդ ֆոնի վրա ի հայտ են գալիս փոքրիկ հանգուցիկներ, որոնք տափակ են, կարմրավուն, շեղանկյունաձև եւ մոտենալով միմյանց, եթե այդպես նայում են, շեղանկյունաձև դաշտերի տեսք է ընդունում, շատանալով այդ հանգուցիկները հպվում են միմյանցից անջատվում են նեղ ակոսիկներով եւ մաշկը ընդունում է շագրենի կաշվի տեսք։ Ինչ է շագրենը։ Շագրենը դա մշակված կաշի է, այծի կաշվից, ոսկորի կաշվի, ոչխարի կաշվից կամ այլ կենդանիների կաշիները մշակում են եւ այդ գրտնակի վրա տարբեր ձևի նախշեր են նախշում եւ այդ կաշին մշակում են այդ գրտնակով, այդ նախշերը անցնում են կաշվի վրա եւ ընդունում են դա որպես շագրենի կաշի եւ մաշկը այս հիվանդության ժամանակ ընդունում է շագրենի կաշվի տեսք, այնուհետև լինում է ворքի նացում, այսինքն թեփոտում եւ դրա հետ միասին նաեւ ասեցինք սաստիկ քորը։ Հիվանդության առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն այստեղ կարևոր նշանակություն ունի նյարդային համակարգի տարբեր հատվածների խանգարումները, տարբեր հատվածներում այդ նյարդային վերջույթները գրգրվում են, նրանց գործունեությունը խանգարվում է եւ ըստ դրա ենթադրում են, որ դա առաջանում է նյարդային համակարգի վերջույթների գրգրման եւ նրանց գործունեության խանգարման հետևանքով։ Բացի դրանից այստեղ կարևոր նշանակություն ունի նաեւ ալերգիկ ֆոնը դարձյալ առաջանում է նյարդերի գրգրման ֆոնի վրա, առաջանում են ալերգիկ երևույթներ։ Կարևոր նշանակություն ունի նաեւ հումորալ փոփոխությունը, էնդոկրին խանգարումները, հատկապես մակերիկամի կեղևի գործունեության խանգարումները, բայց ամենակարևորը դա ժառանգական նախատրամադրվածությունն է։ Հարգելի բարեկամներ, այս բոլորը միասին վերցրած առաջացնում են այս հիվանդությունը, որը լինում է սահմանափակ եւ տարածուն։ Սահմանափակի ժամանակ գործընթացները լինում են հազրերի ներսային երեսներին, տղամարդկանց մոտ փոշտի վրա, լինում են ծոծրակի շրջանում, պարանոցի վրա, այդ վերքեր են առաջանում եւ ընթանում են սաստիկ քորով։ Քորը հատկապես սաստկանում է, լինում է նոպայաձև եւ սաստկանում է գիշերները։ Տարատունի ժամանակ գործընթացը լինում է վերջույթների վրա, ձեռքերի, ոտքերի եւ այլն, մեջքի վրա, կրծքավանդակի առաջային շրջանում, դեմքի վրա առաջանում են այս վերքային մակերեսները, ինչ որ նկարագրեցինք վերևը եւ նմանում է շագրենի կաշվի։
Տարածուն գործընթացների ժամանակ մաշկը այդ հատվածում, որտեղ որ ընթանում է նեյրոդերմիտը, մաշկը լինում է կոշտացած, չոր, կապտա վարդագույն տեսք է ընդունում կամ փողոսկրի տեսք։ Այդպիսի հիվանդներ կան, եթե նայում նույնիսկ հիվանդները երբեմն չեն էլ պատկերացնում, որ իրենք ունեն նեյրոդերմիտ եւ գանգատվում են այդ մաշկի վերափոխման այդ ձևերից եւ մաշկը այդ շրջանում լինում է շատ կոշտ եւ եթե ձեռքել ենք տալիս նույնիսկ երբեմն տեղեր կան, որ ծալքը դժվար է առաջացնում։ Այդ ֆոնի վրա առաջանում է նաև թեպոտություն, ալրանման, մանր թեպոտված օջախներ են առաջանում։ Տարածուն նեյրոդերմիտը երկարատև է, երբեմն տևում է տարիներ, երբեմն ընդգրկում է ամբողջ մաշկը։ Այն երբեմն զուգորդվում է վիտիլիգոյի, բրոնխիալ ասթմայի եւ կատարակտի հետ։ Եվ հրաշք է տեղի ունենում, երբեմն իհարկե այն անհետանում է, այսինքն հիվանդությունը անհետանում է։ Ամեն դեպքում հիվանդությունը տանջալից է քորը, սաստիկ քորը անտանելի է լինում, տանջում է հիվանդին եւ այդ ամբողջ մաշկի վրա սահմանափակ կամ ասենք տարածուն մաշկի վրա առաջանում են քերծվածքներ, վերքեր, երբեմն դրանք թարախակալվում են, ինֆեկցիա է հասնում եւ առաջանում են բարդություններ։ Ինչ կարող ենք անել այս, քանի որ չգիտենք ստույգ, այսինքն ոչ թե այդ բոլորը, ինչից է առաջանում հիվանդությունը, հետևաբար բուժումը տանում են այդ ենթադրյալ պատճառները, այսինքն ալերգիայի դեմ, նյարդային համակարգը հանգստացնելու, էնդոկրին ներդատական համակարգը կարգավորելու, բացի ժառանգականությունից, եթե ժառանգական է, ապա այս դեպքում նույն սիմպտոմներն են եւ պետք է պայքարել դրանց դեմ։ Դրա համար տրված բուժումը այդ դեղորայքները լինում են կոմպլեքս ձևով, որ ազդի բոլոր այդ գործոնների վրա։ Այժմ եթե կասեմ մի քանի միջոցներ, որոնք փորձված են, օգտակար են եւ դուք կարող եք օգտվել այդ միջոցներից։ Առյուծագի, վերցնում եք առյուծագի, երիցուկ, ցանկալի կլինի, որ լինի երիցուկի արմատները, խնկածաղիկ եւ ուրց, հավասար քանակությամբ այս բույսերից խառնում եք միմյանց եւ 3 ճաշի գթալ լցնում եք կես լիտր եռման ջրի մեջ, դանդաղ եփում եք 5 րոպե, թրմում եք 2 ժամ, քամում եւ խմում եք կես թեյի բաժակ օրը 4 անգամ ուտելուց առաջ։ Հաջորդը վերցնում եք սզնու ծաղիկները, սզնին դա ալոչն է, կատվալեզու, կատվախոտ, կատվալեզուն չերեդանը, կատվախոտը վալերիանը։ Հավասար քանակությամբ դարձյալ վերցնում եք այդ բույսերից, խառնում եք, խառնուրդից նույն ձևով 3 ճաշի գթալ 5 րոպե եռացնում եք կես լիտր ջրի մեջ, թողում եք, թրմվում է 4 ժամ, քամում եւ խմում եք կես թեյի բաժակ օրը 4 անգամ ուտելուց առաջ։ Վերցնում եք հազարատերևուկ, հազարատերևուկից բացի վերցնում եք նաեւ կատվալեզու, պատրաստում եք խիտ թուրմ եք պատրաստում եւ այդ թուրմի գոլորշու վրա պահում եք այդ ախտահարված շրջանները 15-20 րոպե տևողությամբ, եթե գոլորշին բարձրանում է, ապա կարող եք պահել նաև երկար, տալիս է շատ լավ արդյունք, հավատացնում եմ ձեզ, եւ այդ թուրմից խմում եք 2 ճաշի գթալ օրը 3-4 անգամ դարձյալ ուտելուց առաջ։ Հարգելի բարեկամներ, այդ բոլորը ինչ որ ասում են գրված են իմ գրքերում։ Գրքերից մեկը բժշկարանն է, որը ներառում է 90 տեսակ հիվանդություն,
Այստեղ հիվանդության նկարագիրը գրված է բավականին ընդարձակ եւ տրված է ժողովրդական բժշկության մեթոդներով բուժումը, ունի իր պատկերասրահը, նկարները, որտեղ 3 լեզվով գրած են բույսերի տակ հայերեն, ռուսերեն, լատիներեն անունները եւ բացի դրանից ունի նաեւ հետեւը քառալեզու բառարան, այդ 3 լեզուներին ավելացրած նաեւ անգլերեն։ Գիրքը ունի մեծ պահանջարկ, վերահրատարակվել է 6 անգամ։ Հաջորդը դա Ալկամա գիրքն է, որը վերահրատարակվեց 2-րդ անգամ այս վերջերում, 1 ամիս է ընդամենը, որ ունենք այդ գիրքը, վերջացել էր, պարունակում է 170 տեսակ հիվանդություն, սա գրեթե էնցիկլոպեդիա է, այսպես ասած, եւ ունի հետևում իր հավելվածում ներառված են նաեւ ժողովրդական բժշկության տարբեր մեթոդներ, միզաբուժություն, ջրաբուժություն, կաթնաբուժություն եւ այլը, եւ տրված են դեղորայքների պատրաստման ձևը, թուրմը, եփուկը, յուղերը, ինչպես կարելի է պատրաստել։ Գիրքը ունի իր պատկերասրահը, դարձյալ բույսերի անունները 3 լեզվով գրած եւ ունի քառալեզու բառարան հետևում։ Իմ գիրքը չի, որ գովում եմ, հրաշալի գիրք է կարդացողների եւ զբաղվողների համար։ Մյուս գիրքը Լեչեբնիկ, սա իմ առաջի գիրքն է, առաջի հրատարակությունը, 600 էջանոց գիրք է, ռուսերեն լեզվով, որը Ռուսաստանում ունի մեծ պահանջարկ, այստեղ ներառված են ամեն ինչ, բոլոր հիվանդությունները եւ նրանց բուժումը ժողովրդական բժշկության մեթոդներով։ Այսօր այսքանը, դեզ առողջություն, միշտ նոր հանդիպում։